Դատը կար, որ ունակ մեծերի հետ չխոսկանտ էին կլիել, ընդով մեր վաղտը, չխոսկանտ էին կլիել, բայց մերոնք ինչ չթողին չխոսկանել եմ։ Հենց այդ գալու հատալու ռիկունը, իմ պատրոնը բաժակը ձեռս դրուց, ասավ պատի ինձ հետ դու խոսաս։ Եթե դու ստեղ չխոսացիր, եկար մեր տուն էլ չտես խոսալ։ Մլորվեցի, ասի ինչ ասեմ դեմի։ 18 տարեկան երեխա եմ դպրոցական։ Բաժակը տվուց ձեռս, ասավ խոսա, մինչև դու չխոսած ես չտեմ խմիլ։ Ես էլ բաժակը վեր կալով, ասի ջուղ պապաջան, սաղել եք։ Խմում եմ ձեր կենացը։ Ասու իմ բաժակը նվիրեցի պատրոնիս։ Տենց էլ հետը խոսացի։ Ընդամենը 18 տարեկան աղջնակ, ում սիրտը ուսում ստանալ էր ուզում։ Տեխնիկում էր ընդունվել, առաջին կուրս էր քնում ու արթնանում էր գրքի հոտով, այսինքն շատ կարդալով։ Իսկ ճակատագիրը այլ ճանապարհ էր հարթել։ Մի խաղաղ երեկո գյուղի հարևանները իրենց դուռը թակեցին, թե բա հյուր ենք եկել։ Եկել շատ լավ, հիշում է այդ օրը։ Ինքը նստել ու շարունակում էր գիրք կարդալ, բայց տուն եկած հարևանները հենց այնպես չէին եկել ու մի բաժակ ջուր ուզեցին։ Գիրքը մի կողմ դրեց ու միամիտ մի բաժակ ջուրը տարավ ապագա կեսրայրին։ Կեսրայրը օրնեց ու հենց այդ մի բաժակ ջուրն էլ առիթ դարձավ, որ իրեն հավանեն, հարց տանեն։ Ասել էին ղոչաղ աղջիկ է, սառը ջուր է հասցրել։ Դե այն ժամանակ դա ընդունված կարգ էր, խնամախոս եկածների գլխավորը մի հարմար պահ էր գտնում զրույցի ընթացքում ու իբր թե պատահական ջրի ուղարկում։ Հարսնացու թեկնածուին ջրի ուղարկելը երկու նպատակ ուներ, որ կողքի սենյակում կամ հարևանի տանը թաքնված աղջկան բոլորը ոտքից գլուխ զննեն։ Բացի այդ մեկ նպատակ էլ կար, եթե աղջիկը ցանկություն չունենար ամուսնանալու եւ ցանկանար իր կամքը թելադրել ծնողներին, հրաժարվում էր ջուրը բերել, իսկ եթե բերում էր, ուրեմն դեմ չէ ամուսնանալուն։ Թերեզը սառը ջուրը բերեց, չպատկերացնելով իր բյուրեղյա երազանքների կոտրվելը։ Ոչ մի բան չեն բերել, կեսուր պատրոնս եկել, տալիս մարդն եկել, տալիս մարդն ասաբաբիլել, իրանք են եկել։ Ես էլ գրքերից վեր կալավ մտամ մի սենյակ։ Տեխնիկում եկան։ Հետո քեզ կանչեցին։ Կանչեցին, էտրի գունը հաչ տվին, զրից հարին խոսացին, անցկացավ, հորս ստեպեցին, որ հանդարտ չտվուց, ասավ ես կհետաքրքրվեմ հետո, հմի չեմ տալի։ Երկուրից հետո եկան նոր գալիցոն բերին մատիստերին իրանց սարքեցին։ Ընդով մենակ ոսկին էին բերում տալի, ուրիշ վեշ չէին բերում, բան չէին բերում։ Եկավ գալիցոն տվուց, գնացին, Նրանից հետո եկան զրից հարին, որոշեցին հրսանիքը, մեծերդ են, եթե հավանել են այդ տղին, էլ քու հարցնում չեն դուք ուզես, դու չուզես։ Գեղեցկադեմ, կլորիկ մլորիկ, երկար հյուսքերով, բոյով ու բուսաթով աղջիկ էի, գյուղի աչքի լույսը այնպես, որ խնամախոսները հանգիստ չէին տալիս խստաբարո հորս։ Մի յուրահատուկ հպարտությամբ պատմում է իր մասին Թերեզը։ Միջնորդները նշանից հետո էլ հա գալիս ու գնում էին, որպիսի հոր աչքը մտնեն։ Համոզեն նշանը հեչանել տան, իրենց բարեկամ փեսացուին տան գեղեցկուհի Թերեզին։ Բայց միջնորդներից մեկի բախտը արդեն բերել էր ու արդեն ավանդապաշտ հորը համոզել էին։ Իսկ Թերեզի սիրտը կախ էր, ամուսնանալ հեչ չէր ուզում։ Սիրտը գիրք էր ուզում, քաղաք գնալ էր ուզում, ուսումը շարունակել էր ուզում։ Բայց հին ու մութ այն տարիներին ով կլսեր միամիտ Թերեզին։ Հայրը իր վճռական խոսքը ասել էր. «Ես իմ միամիտ երեխին չեմ թողնի գնա քաղաքներ ընկնի, սրա նրա դուրն ընկնի, սովորել չկա եւ հիմա քո գործը ամուսնանալն է»։ Լաց եղավ ու լաց եղավ, բայց այստեղ արդեն շուտ գլխի ընկնող սկեսուրը հա ասելու օրը տեսնելով աղյողորմ լացող աղջկան խոստացավ, թե կտանենք մեր տուն, մեր տնից ուսման կտանք, բայց ինչ ուսում, 19 տարեկանում հարց տարան ու ոչ միայն ուսման չտվին, դեռ մի բան էլ մի քանի օր անց պետական տնտեսության ծխախոտի դաշտեր ուղարկեցին աշխատելու։ Ես Սիրիլի գլխի չեմ ելել։ Ընդով Սիրիլին ինչն էր, միամիտ երեխեք ենք։ 19 տարեկան եմ ելել ամուսնացել, գրքերը կրնատակից տեխնիկում էի գնում։ Ընդով ուշքս հասարանում բանումներ, սովորելումներ։ Բայց չթողեցին։ Ինչու՞։ Կեսուրս չուզեց։ Խրկեց դաշտեր։ Դաշտերում աշխատելու ինչ ես արել դաշտերում։ Դաշտերում գնացել եմ թութուն եմ ցանել, թութուն եմ խազմատվել, քաղել եմ, շարել եմ, հարսվախտը։ Երեխան ծովել են առանց հետո տնտեսու եմ դարել։ Ընդոր չէին կարա, բայց ասածը ինձ մարող ինքեր։ Կարող է այտենց մարդելը չանի, բայց ես արել եմ, ով ինչ մեր մեծերը, մեր տունը։ Կիսուրանցս ու ընձյուրա գնացել ես հարմարվել եմ։ Այն ամիրն էլ էր ասում, դա որ բաները կթողեր ես գյուղում էի գնում տեխնիկում, էլի, ուրիշ տեղ չի սովորում, որ ասեմ ծախսեն անում։ Կթողեր կսովորեի,
չթողոց ես սուս փոս ետնգա։ Անդոր չեն կարա լրիս չեն կանում, անդոր չկար տենց բաներ։ Իսկական կեսուր էին, հմիկվա նման չեն։ Հիմիկ ո՞նց են։ Մի հարսնա կեսուրը հարս։ Տենչի։ Հաս, կեսուրը մի քիչ դաժան էր, բայց դե երևի կարգն ու ժամանակներն էին այդպես թելադրում։ Մտքում ու սրտում սկեսուրի համար Թերեստատը միշտ արդարացումներ է գտել։ Ուսումնական դիպլոմ այդպես էլ չստացավ, մասնագիտացված գյուղատնտես չդարձավ, բայց փոխարենը գերազանցությամբ կարմիր դիպլոմով ընտանեկան համալսարանը ավարտեց։ Լավ կին, լավ հարս ու լավ մայր դարձավ։ Էնպես որ սիրելի Սուրիկը իր ամուսինը մի թթու խոսք համատեղ ապրած 51 տարիների ընթացքում երբեք չասեց։ Դեռ ավելին տատին գլխին դրած պահեց ու փայփայեց։ Երբեք չխանդեցել գեղեցկուի տիկնոջը, այնպես որ Թերեզը միայնակ, ինչպես ինքն է ասում, ամբողջ աշխարհ ոտքի տակ տվեց։ Իրար հետ չեն գնացել, բայց երկրի որ պոզնասես ես գնացել եմ, ինքի մրեխանցը եդա քաշե պահելա, ես ուր ասես, ուր։ Բամենակ թողնում էր, գնաստատ չեր խանդում։ Էդ էլ ասին, տղերքը տրակտորիստին մեր տանը միշտ հաց էին ուտում, ասма ոնց ես Թերեզային թավիրա գնամ։ Ասավ ես թավիրա եմ 100-ի միջին տենամ չեմ կասկածի։ Իրոք ես որտե ասես ման եմ եկել։ Գնացել, առել, բերել, Ռուսաստաններից հետ վռացել եմ, ուր ասեմ։ Կարնյա Գեղարդ Խորվիրա, Բասարտարա, Բաթա, որտե ասես, ինչ կա։ Ինքը երեխեքին պահել է։ Ինքը պահել է, ես վռացել եմ։ Սովետի գումարներով երկուս էլ աշխատում ենք։ Մենք ոչ մեկից կախված չենք ելել, ոչ մեկից։ Երանի էնորերը, Երանի շատ լավ օրեր էին, լիքն ու բարով եկել եմ, հարգանքով, շնորհքով։ Ժամանակներ էին, որ երազի պես եկան ու անցան, ասում է Թերեստատը։ Մի տեսակ կարոտով է խոսում իր ապրած տարիների մասին, որովհետև այդ կարոտները երիտասարդության մասին են, ջահել ու անհոգ տարիների մասին են։ Ճիշտ է, հարսնության օրվանից էլ անձրևի, շաղի ու մառախուղի տակ դաշտերում տանջվել ու ձեռքեր է մաշեցրել, բայց չլիներ այդ ամենը, գուցե հիմա ինքն էլ այսպիսին չլիներ, փորձով իմաստությամբ առաջինը։ Վերջը Թերեզի նման հարց երևի թե աշխարհը ոչ տեսել, ոչ էլ լսել է։ Մի մեծ տուն հարս ընկավ ու փառք Աստծո շնորհքով կարգին հարս դարձավ։ Կարևորը ականջով էի, համառություն չարեցի ու շատ արագ ընտելացա այդ տան ավանդույթներին ու սովորություններին։ Տալիս մարդի ոտներն էլ եմ լվացել։ Դու էտես ասում անընդհատ գլխից վայեմ տայ, որ ես խեմ նրա ամեն ռիգու։ Ես այդ թվի հարս եմ։ Հենց ռիգունը տուն են գնում, իմ պատրոնը տրակտորիստ էր։ Իրա աղջկա իրա փեսեն տրակտորիստեր հետը։ Ռիգունը գեին մեր տանը կեներ։ Ամեն ռիգու պետք է ոտներներ ու լվաներ, նոր քնեին։ Ու չէ ես տրտնջեմ։ Երևի չգիտեմ։ Այն ժամանակվա։ Իմ բնավորությունը էդեր, ոնց որ պարտավոր է, ես որ մեր տանը տեհել եմ, որ իմ հոր ոտները լվանım, տենց էլ մենք արել ենք, ընդով հարգանքի նշաներ։ Թերեստատը ճիշտ է, հաշտ ու երջանիկ է ապրել իրեն բաժին հասած կյանքի ու բախտի հետ, բայց խոստովանել չի կարող տեսնելով, լսելով այս ժամանակակից աշխարհի մասին, այս ժամանակակից հարցների մասին մի տեսակ կանացի նախանձով է լցվում, բայց չի չարանում։ Հակառակը կասի հիմիկվա հարցները շատ էլ լավ են անում, իրենց գնահատել գիտեն, իրենց տեղն ու դիրքը պահել գիտեն։ Գուցե հենց դա է ճիշտը, որ իրենք են սխալ ապրել, հարցեր է տալիս տատը, որոնց պատասխանները այդպես էլ չի գտնում։ Հետո կասի, որ հիմիկվա հարցնությունը մի տեսակ աղայության մասին է։ Ինքն էլ դրա մասին ոչ թե կչարախոսի, այլ միայն կողջունի։ Շատ տարբերություն կա, շատ, մի ազատությունն է։ Իսկ ընդով չէ։ Ասենք հյուրն եկավ, ես կարալ չեմ նստեմ նրա հետ զրիցանեմ։ Պետք է մեր կեսուր պատրոնս նստեին զրիցանեն։ Թեկուս իմ հերնմերն են, իրանք տեն։ Այնա պետք է հարսը իրա դերը մլի։ Կեսուրը իրա, ռեխեն իրա, թող խաղաղալի աշխարհը ազատել են մարդիկ, կյանք վայել են։ Մեզ հայդի մտնեն ոչ ճամփապահին կեսուրը ասածով դստեն ու վերկենան։ Բա մեր վախտը լավն էր, որ մենք իրանք չունենք մի տեղ գնանք մեզ առանց իրանց։ Ասենք մի խանութ մտնես առուտուրանես, այտենց բաներ մենք չենք տել։ Իսկ մի վահարցները իրանք ուզածով ինձ է տունակ դուրա գալ, ես էլ կուզեմ հարսը լավնելի անի ըլի, ես արանքը ապրեմ։
Հպարտությամբ ասում է, որ բոլորին իր նման սկեսուր է ցանկանում, չխառնվող, չխոսող, հեռվից օգնող ու միայն օգնող։ Ու այն ինչ իրեն պակասել է, արել է ամեն ինչ, որ իր երկու հարսներին ավելանա։ Իսկ հարսին ոչ թե հարս է իր տուն ընդունել, այլ աղջիկ։ Ասում է, եթե բոլորը այդպես անեն, դժվար թե ընտանիքում ավելորդ խոսք ու զրույց առաջանա։ Մենք քսվելիք չենք ունեցել, քսվել չենք։ Ոչ թե չենք ունեցել, այլ հերս թույլ չտվել։ Մենք տենց բաներ չենք արել։ Ամուսինս էլ չէր թողում, չէր սիրում։ Նախ ես չեմ քսվել, չեմ էլ ասել, բայց զգացել եմ, որ ինքը չի սիրում։ Բայց ես իմ հարսների համար առել եմ, թույլ եմ տվել։ Ու ամուսնուս ասել եմ, հանկարծ չնեղվես։ Թող իրանք ոնց ուզում են, նենց էլ անեն։ Ես որ ասեմ, կասես ինքը իրան գովում է։ Չեմ ասին։ Եթե հիմի ստեգ զանգեմ, ուզում ես թորես, ուզում ես տղիս, որ հարսիս, ասեմ չեմ կարում, նույն հրոպեն կողքիս են, նույն հրոպեն, ունակ ես որպես կեսուր, ինձ կեսուր չեմ ներկայացրել են, ոնց որ ծնող, իրանց հարազատությունը իմ հարսների, միշտ ասել են դու կեսուր չես, դու ծնող ես, ես տենց եմ հարգանքն ստեղծել։ Մի խոսքով Թևանյանց Թերեզան առանց դիպլոմի էլ գերազանց առաջադիմություն ունեցավ, հատկապես ընտանեկան գրված ու չգրված կարգ ու կանոնում, այնպես որ հիմա գյուղում ու թաղում մատով ցույց տվովի տուն ու տեղ ունեն։ Հա ճիշտ է, սիրելի Սուրիկը կյանքից շուտ է հեռացել, երեխաներն էլ կյանքի ու բախտի բերումով տարբեր ճանապարհներ են բռնել, բայց տատը շարունակում է խնամքով ու սիրով պահել ու փայփայել ունեցածը, դժվար ստեղծածը։ Բասիշ Ձեռքի շնորհքով էլ տատը գյուղում առաջիններից է, դեռ հազիվ քայլում էր, բայց մեծի պես գործել գիտեր։ Ջահել ժամանակ էլ ճախարակ, որին լորիում ջահրային ասում, նաև սանդերկ կարպետ գործել գիտեր։ Մի խոսքով ամեն ինչ էլ բանեցրել է, հայտնի դարձել նաև իր շնորհքով։ 90-ականների ծանր տարիներին տատի բրդյաթելերով գործվածքները ջերմ էին պահում հատկապես գյուղի նորածիններին։ Փոքր երեխա էի, իմ մեծ քիրն ու ես տեղը մը գործում ենք։ Հարևանն եկավ, տեղը գործում ենք, ասավ Վայ, Թերեզ, ես ինչ աչիկա գործեմ։ Տորվանուց ես սկսել եմ գործել, ես շորնել եմ ես գործել։ Այն վաղտը, որ երեխա ծնվեր հարազատից, ես դեյրայի գործեմ, շալվար էի, սվիտերը գործեմ, գլխարկ, փափուչ, նասկի, ես փողով բան չեմ արել տարել։ Իմ գործած բաներն եմ տարել նվեր տվել։ Ճախարակել եմ ունեցել, ունեմ էլ, սանդերքել ունեմ, ջահրայել ունեմ, ամեն ինչ անելիս եմ իլել, բայց միլ չեմ անում ատուցեմ, մեծացել եմ։ Հիմա փոքր-ինչ ձեռքերի ճարպկությունների են դավաճանում, դրա համար էլ ջահրան տան անշարժ գույքի մի մասն է կազմում, էլ չի բանեցնում, բայց վերջնականապես էլ չի հանձնվում։ Հիմա գործվածքը կրկին ձեռքն է վերցնում ու շաշնան երկար ու դատարկ օրերը լցնելու համար։ Թելերն էլ հնի ու նորի համադրություններ են, հին ու նոր անելով գործում է։ Ես ասենք շորա չեն հագնը, քանդում եմ, չայնիկով, ծերը գծում եմ չայնիկի մեջը, ջուրը էփմա, տենց թելը հանում եմ, գծկում, ինքը ոնց որ թազալ է, այդ գործածը արդեն ուղղվում է, ու սկսում եմ գործելը։ Իգները եթե նստում եմ ես գործկերը անում։ Հիմա այդ թելը որտեղից ես ձեռք բերել։ Էլի շոր եմ քանդել։ Բայց տատի գործվածքները պարզապես հագուշ չեն, սիրտ ու հոգի է դնում դրանց մեջ։ Թերեզ տատը 86 տարեկան է, գործում է առանց ակնոցի, առողջությունից չի բողոքում, ուտում է քիչ ու միայն տնական մթերքներ։ Իսկ հարգանք ու պատիվ տատը հիմա էլ վայելում է, զավակներն ու թոռները մենակ չեն թողնում, սիրով ու ջերմությամբ են շրջապատում։ Ինքն էլ տունն ու դուռը միշտ լիքն է պահում, եկած հյուրին էլ ջերմ մաղթանքներով ճանապարհում։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։